Բարի օր հարգելի հետևորդներ, եթերում է IBC լուրերի ժամը 12-ի թողարկումն է, ես Սվետլանա Պետրոսյանն եմ, նախ կարևորը համառոտ։ Ընտրության նախաշեմին Փաշինյանն այսօր կհանդիպի Պուտինի հետ, որն է նպատակը։ Ծաղկազարդի տոնական պատարագից հետո Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպից 4 օր անցել, կրքերը չեն հանդարտվում, ինչպես են արձագանքում իրավապահները։ Մինասյանի ընտանիքը պահանջում է ազատ արձակել որդուն, ինչ նամակ է գրել եղբայրների մայրը դատարանին։ ԱՄՆ-ն չի մասնակցի Հորմուզի նեղուցի բացմանը եւ շատ շուտով կհեռանա, ինչ հայտարարություններ է արել Միացյալ Նահանգների ղեկավարը։ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա, որտեղ կհանդիպի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Կրեմլի հաղորդմամբ հանդիպման ընթացքում կքննարկվեն հայ-ռուսական ռազմավարական գործընկերության ընթացքը, զարգացման հեռանկարները, նաև եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործակցությանը եւ տարածաշրջանային օրակարգին առնչվող հարցեր։ Կրեմլի հայտարարությունից հետո այցը հաստատել է նաև Հայաստանի կառավարությունը։ Սա Նիկոլ Փաշինյանի այս տարվա առաջին այցն է Ռուսաստան։ Ռուսական կոմերսանտ պարբերականը նշում է, որ հայ-ռուսական հարաբերություններում առկա են մի շարք խնդիրներ։ Դրանց թվում են Երևանի եւ Մոսկվայի դիրքորոշումների տարբերությունները, նաև Հայաստանի իշխանության եւ հայ առաքելական եկեղեցու միջև առկա հակասությունները։ Պարբերականը նաև նշում է, որ հունիսի 7-ին Հայաստանում նախատեսված խորհրդարանական ընտրությանն ընդառաջ Ռուսաստանի հետ հարաբերությունները կարող են դառնալ ներքաղաքական քննարկումների կարևոր թեմա։ Հունիսի 7-ին Հայաստանում նախատեսված խորհրդարանական ընտրություններից առաջ Ռուսաստանի հետ հարաբերությունները կլինեն ընտրարշավի հիմնական հարցերից մեկը։ Սա ստիպում է Նիկոլ Փաշինյանին ակտիվացնել կապերը Մոսկվայի հետ իր դեմ ուղղված հակառուսական քաղաքականության մեղադրանքները կարգավորելու համար։ Այնուամենայնիվ, չնայած Երևանի հաշտեցման հռետորաբանությանը, երկու երկրների միջև հարաբերություններում նյարդայնացնող գործոնների թիվը շարունակում է աճել։ Հայաստանը փաստացի դադարեցրել է իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին, չի հրաժարվել ԵԱՏՄ անդամակցությունից Եվրամիությանը միանալու ծրագրի հետ համատեղելու գաղափարից, ինչը սկզբունքորեն անհնար է, եւ շարունակում է ցուցադրական մերձեցումը Ռուսաստանին անբարյացակամ տրամադրված եվրոպական պետությունների հետ։ Ավելին, Հայաստանի ներսում հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների մոտենալուն զուգընթաց լարվածությունն աճում է, իսկ Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների վերականգնման կողմնակից ընդդիմությունը հետապնդվում։ Փաշինյանի այցին անդրադարձել է նաև ռուսական NTV հեռուստաալիքը, ևս նշելով, որ հանդիպումը տեղի է ունենում ընտրության նախաշեմին։ Հեռուստաալիքը անդրադարձել է նաև ընտրություններին ընդառաջ Փաշինյանի նախընտրական ակտիվությանը, նշելով, որ նա ակտիվացրել է շփումները քաղաքացիների հետ, սակայն այդ հանդիպումները երբեմն ուղեկցվում են վիճաբանություններով եւ տարբեր միջադեպերով։ Շատերը չեն կարող ներել պետության ղեկավարին Ղարաբաղի կորստի համար։ Փաշինյանն իշխանության է եկել խոստանալով Հայաստանին ակտիվ բարգավաճում Արևմուտքի եւ ՆԱՏՕ-ի հետ մերձեցումից հետո։ Ազգային լիակատար երջանկությունը չիրականացավ, բայց ՆԱՏՕ-ն շարունակում է իր ուղեծիր քաշել Երևանը, ինչպես վերջերս նշել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ռյուտեն։ Եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասն իր հերթին խոստացել է արագ արձագանքման խումբ ուղարկել Հայաստան խորհրդարանական ընտրություններում արտաքին միջամտության դեմ պայքարելու համար։ Ինքը Փաշինյանը Եվրոպական խորհրդարանի ամբիոնից խոսել է հյուսիսից եկող սպառնալիքի մասին։ Դժվար է որոշել, թե որ Փաշինյանն է անկեղծ։ Նա, ով խոսում է Ռուսաստանի հետ բարեկամության մասին, թե նա, ով վախեցնում է մարդկանց Մոսկվայի դավաճանությամբ։ Միջազգայնագետ Մենուել Սողոմոնյանը ևս կարծում է, որ այս այցը կարող է կապված լինել առաջիկա ընտրության հետ։ Նրա խոսքով Փաշինյանը փորձում է հասկանալ, թե ընտրություններից առաջ ինչ տրամադրություններ կան Մոսկվայում եւ ունի արդյոք Ռուսաստանի աջակցությունը։ Նա գնացել է Մոսկվա ճշգրտելու Մոսկվայի, մասնավորապես Պուտինի վերաբերմունքը իր նկատմամբ եւ առաջիկա ընտրությունների հետ կապված։ Դա ցույց է տալիս, որ Փաշինյանի այն մետախոսական, պորոտախոսական այն հայտարարությունները, որ Հայաստանի Հանրապետությունը հիմա ավելի քան երբևէ ինքնիշխան է, ավելի քան երբևէ անկախ է, ազատագրված է գաղութացման լծից եւ այլն, չեն համապատասխանում բացարձակ իրականությանը։ Դա ուղիղ հակասում է ժողովրդի շրջանում իր կողմից իր մտերիմների, մերձավոր շրջապատի, իր հետ ասոցացվող տարբեր գրպանային քաղաքական գործիչների, տարբեր լրատվամիջոցների ազդեցության կենտրոնների կողմից
տարածվող, շրջանառվող հակառուսականությանը։ Սուրբ Աննա եկեղեցում Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպից հետո ձերբակալված 18-ամյա Դավիթ Մինասյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդության քննությունն ավարտվել է։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը քիչ հետո կհրապարակի դատավճիռը։ Մեր նկարանող խումբը այս պահին այնտեղ է, հետևենք թե ինչ է կատարվում։ Իսրայելի ու ԱՄՆ-ի մասին եմ ասում, զուտ եթե մենք վերցնենք իրենց օդուժի աշխատանքը, այո, ֆանտաստիկ, էֆեկտիվ, կորուստներ գրեթե չկան, վնասված մեկ հատ կործանիչ, մինչև այսօր մոտավորապես 10,000 թռիչքից հետո, բայց նույն ժամանակ ռազմավարական մակարդակում այդ ամեն ինչը տենց չի աշխատում իրենց մոտ եւ մենք ունենք Իրանի կողմից Օրմուզի նեղուցի փակումը, որը շատ ավելի շատ խնդիրներ է առաջացնում ԱՄՆ-ի համար, քան երևի ինչ-որ իմաստով այն ռմբակոծումները, որ անում են ամերիկացիներն ու Իսրայելը։ Դա բավականին հետաքրքիր մի իրավիճակ է ստեղծել հենց ռազմական գործողությունների շարունակելու կամ չշարունակելու, օրինակ երեք Թրամփը ասում էր, որ ես մի 2-3 շաբաթից ավել ոնց որ էլ չեմ պլանավորում պատերազմ անել, այդ նեղուցն էլ փագա։ Դավիթի մայրը Գայանե Մինասյանը բացնամակ է գրել դատարանին, խնդրելով որդուն թողնել ազատության մեջ մինչև հիմնական դատական նիստերը։ Մայրը նշել է, որ Դավիթը դեռ մանկուց առողջական խնդիրներ ունի եւ շուրջօրյա հատուկ խնամքի կարիք ունի։ Առողջական խնդիրներով պայմանավորված դեռևս 4 տարեկանից Դավիթն ունի շուրջօրյա հատուկ խնամքի կարիք։ Ինքը ստիլներով մասնագիտության բժիշկ, ամեն օր հոգ եմ տանում նրա առողջության մասին։ Որպես ծնող, որպես մայր խնդրում եմ ձեզ ըմբռնումով մոտենալ իմ խնդրանքին, քանի որ 18-ամյա տղայիս առողջական վիճակն իսկապես անհամատեղելի է կալանքի հետ եւ կարող է ունենալ ճակատագրական հետևանքներ։ Հավաստիացնում եմ, որ ես եւ իմ ընտանիքը պատրաստ ենք աջակցել դատարանի անաչառ քննությանը, ուստի կրկին խնդրում եմ ընդառաջել ինձ եւ թույլ տալ որդուս խնամել տանը, մինչև հիմնական դատավարություն։ Եղբայրների պաշտպաններից Վարդուհի Էլբակյանը ավելի վաղ հայտնել էր, որ վարույթն իրականացնող մարմինը միջնորդել է 2 ամսով կալանավորել եղբայրներից մեկին, Դավիթ Մինասյանին։ Պաշտպանի գնահատմամբ վարույթն իրականացնող մարմինը չի կարողանում հիմնավորել ներկայացված միջնորդությունը։ Դավիթը ոչինչ, այսպես ասեմ, ամեն դեպքում ես իր ձեռքը բռնած եմ դատական նիստին նստած, բայց ասեմ, որ նաև դատավորը իրեն հարցրեց, եթե դու վատ ես զգում, բոլոր հարցերին թույլատրեց անգամ նստած պատասխանելու։ Ես սարսափելի լավատես եմ, հույս ունենամ, որ այս անգամ չենք ունենալու են ինչ կանխատեսումներ, որ արդեն արվում է։ Կարող եմ ասել, ուղղակի դատարանը որևէ հարցադրում մեր կողմից չի հանում, թույլատրել է, որ այս ամբողջ ժամանակահատվածում մեր կողմից հարցադրումները հնչեցվեն։ Ամեն դեպքում դատարանը այս պահին պետք է արձանագրենք, որ մեր մրցակցության իրավունքը ապահովում է։ Իսկ Դավիթի եղբորը Միքայելի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը երկրից չբացակայելու մասին, նաև կիրառվել է գրավ։ Վարչապետ Տիաթոռը զբաղեցնող անձի կողմից հերթական սադրանքը կատարվեց Հայ առաքելական եկեղեցու դեմ եւ ականատես եղանք դրան հաջորդող ապօրինություններին Հայաստանի Հանրապետությունում, ինչպես միշտ շեշտում եմ, օր-օրի ավելանում են քաղբանտարկյալները։ Բնականաբար այստեղ է մի աջակցություն տղաների, մեր Դավիթի, անձամբ չեմ ճանաչում, բայց ապօրինի քայլ է իր հանդեպ եւ այստեղ եմ, որ աջակցեմ նրան։
Հիշեցնեմ, որ 3 առավոտյան էին Մինասյան եղբայրներին տեղափոխել Երևանի քննչական վարչություն։ Նրանց նկատմամբ մեղադրանք է առաջադրվել խուլիգանության հոդվածով։ Ավելի վաղ իրավապահները նաև խուզարկել են նրանց բնակարանը։ Ըստ պաշտպանների փնտրել են բռնի գործողության պլան, բայց հայտնաբերել են գովասանագրեր։ Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի եւ հարուցված քրեական գործի մանրամասները ուսումնասիրել է Սեդա Գյուրեղյանը։ Քննչական վարչության դռները փակ են։ Սենց ապօրինություն չեմ պատկերացնում։ Այսպես սկսվեց մարտի 31-ի առավոտը Սուրբ Աննա եկեղեցուց բերման ենթարկված 18-ամյա դպրոցականների պաշտպանների եւ նրանց աջակցության եկած քաղաքական ու հասարակական գործիչների համար։ Մարկ չկա։ Երևանի քննչական վարչության դռները փակ էին բոլորի առաջ, անգամ փաստաբանների, որոնք վարչության կողմից հրավիրվել էին շենք առավոտյան ժամը 11-ին։ Փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը զանգեց մարդու իրավունքների պաշտպանի թեժգից։ Առավոտյան երեխաներին առանց հանձմունք ստանալու, առանց հաց ուտելու, որովհետև ասեցին շտապա պետքա բերեն քաղաքի վարչություն, բերեն քաղաքի վարչություն, ժամը 11-ին պաշտպաններին ծանոթել են 11-ի համար, որ պաշտպանները լինեն քաղաքի վարչությունում, գործողության վարույթային։ Ժամը 11:46 է, Երևան քաղաքի վարչության դռները փակ են, պաշտպանները չեն կարողանում ներս մտնել։ Զանգից 15 րոպե անց միայն փաստաբաններին թույլ տվեցին ներս մտնել, հրավիրվելուց մոտ 1 ժամ հետո։ Այդ ընթացքում Դավիթ եւ Միքայել Մինասյանները վարչության շենքում էին առանց պաշտպանների։ Ես փաստաբան եմ։ Վարդին Կաճան։ Ես չաղ եմ, չեմ կարա ներս մտնել։ Մինչ փաստաբաններն ու ձերբակալված դպրոցականները ներսում էին, դրսում հավաքվում էին նրանց հարազատները, ընկերներն ու համադասարանցիները, որ քիչ անց բաց նամակ ուղղեցին Հայաստանի Հանրապետության պետական մարմիններին։ Դավիթ եւ Միքայել Մինասյանները ուսումնառության տարիներին երբևէ որևէ խուլիգանական արարք թույլ չեն տվել, եղել են խաղաղասեր պատանիներ։ Նրանք հայ առաքելական եկեղեցու հետևորդներ են եւ ամեն կիրակի մասնակցում են պատարակներին։ Դավիթն ու Միքայելը երբևէ որևէ քաղաքական կուսակցության անդամ չեն եղել, երբևէ քաղաքական որևէ ուժի չեն հարել։ Տղաների լավ վարքի մասին խոսում են նաև ուսուցիչները։ Ներքին գործերի նախարարության շենքի մոտ էլ ակցիա էր տեղի ունեցել, որին միացել էր Դավիթի եւ Միքայելի ուսուցիչներից մեկը, ով նրանց ընդամենը մի քանի ամիս է ճանաչել։ Այդ երեխաները օրինակելի աշակերտներ էին մեր դպրոցում եւ բոլորն էին նայում նրանց որպես կիրթ, կարդացած, զարգացած, չգիտեմ, ընտանիքը հիանալի ընտանիք, օրինակելի ընտանիք։ Քաղաքական ուժերից եւս եկել էին աջակցելու 18-ամյա զույգ եղբայրների հարազատներին։ Միասնության թևեր դաշինքի անդամ Նարեկ Պարոնյանի պնդմամբ երիտասարդներին եկեղեցուց բերման ենթարկելն ու մեղադրանք առաջադրելը վախի մթնոլորտ ստեղծելու նպատակ ունի։ Սա վերջին կարմիր գիծն էր, որ կարող էր անցնել Նիկոլ Փաշինյանը, ընդգծեց Պարոնյանը։ Նա կոչ արեց քաղաքական ուժերին։ Պետք է իրենց ուժերի ներածին չափով պայքարեն, որպեսզի կալանք չտրվի երիտասարդներին, որպեսզի նրանք կարողանան շարունակել իրենց կյանքը, բիծ եւ հետք չմնա նրանց կենսագրության վրա։ Պարոնյանի համոզմամբ Գևորգ Գևորգյանն ու տղաները իրար հետ որևէ կապ չեն ունեցել եւ նրանց միևնույն մեղադրանքն առաջադրելը Փաշինյանի կողմից քինախնդրության արդյունք էր։ Ծաղկազարդի օրը Սուրբ Աննա եկեղեցում Փաշինյանի պահվածքը ոչ այլ ինչ էր, քան սադրանք, ասում է նա։ Մինչ բազմությունը շարունակում էր մեծանալ, եղբայրներից Միքայել Մինասյանին բաց թողեցին։ Քննչական վարչություն տեղափոխելուց մոտ 4 ժամ անց, մեղադրյալի կարգավիճակով։ Ես շատ լավ եմ, հանդեպ լավ են վարվել, խնդրում եմ ուրիշ հարցեր չտանք, չպատասխանեմ։ Իսկ Դավիթ Մինասյանին, ում առողջական խնդիրն ի դեպ անհամատեղելի է անազատության հետ, տեղափոխել են դատարան, խափանման միջոց կալանքը քննելու համար, հայտնեց փաստաբան Մարտիրոսյանը։ Սեդա Գյուրեղյան, Տարոն Ղանդիլյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Քիչ առաջ հայտնի դարձավ, որ 18-ամյա Դավիթ Մինասյանը կալանավորվել է 2 ամսով։ Մեր նկարանող խումբը այնտեղ է, հետևենք, թե ինչ է կատարվում։ ABC Media-ի հարգելի հետևորդներ, տեղեկացնեմ, որ մոր ինքնազգացողությունը վատացել էր դատարանի որոշումից հետո։ Ինչպես տեսնում եք կադրերում, նա այս պահին ոստիկանական մեքենայի մեջ է, մինչև նրա
վիճակը կկարգավորվի Արմավիր, վայ այստեղ Եկեղեցու միջադեպից հետո եւս մեկ երիտասարդ է ձերբակալվել, հայտնել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։ Լսենք, թե ինչ մանրամասներ է հայտնում Մելիքյանը։ Այս մեր Միքայելը հաստորեն այդ ժամանակ, երբ որ ես այդ լայվն է անում, դրանից խաղը 5-10 րոպե առաջ կամ մի քիչ հետո, չգիտեմ, աղբը թափելու դուրս է գալի, այդ շարասյունը բանը տեսնում է, եւ մոտենում է, շատ ներողություն, թքում է Նիկոլ Փաշինյանի մեքենայի վրա։ Տեսեք, Այդ փորձենք գնահատել այդ մեքենայի կարգավիճակը այդ պահին։ Արդյոք նա այդ պահին կարելի է համարել, որ տենց ինքը պետական գործառույթ էր իրականացնում։ Ոչ մի պետական գործառույթ չէր իրականացնում, քաղաքական գործառույթ էր իրականացնում։ Այդ պահին Նիկոլ Փաշինյանը զբաղվում էր քաղաքական գործունեությամբ, եւ այն, որ ինքը այդ ծառայողական մեքենայով էր, դա հանիրավի առավելություն է մյուս քաղաքական ուժերի նկատմամբ։ Սա ուղղակի եմ ասում, հետա այդպես ամենայական բանը չի։ Ձևակերպում է իրան թույլ տալիս, ասում է հարցնում են ասում են ինչի ես դա արել, ասել է որտեվ թուրքը ծախել է մեր հողերը։ Միքայելին ձերբակալում են խուլիգանության կասկածով, ես մի քանի ժամ հետո ներգրավում եմ, այս ընթացքում որ ես նաև քիչ պասիվ է դրանով էր պայմանավորված, երեխայի մոտ է այցելում ԶՊՎ քնչական գործողություններ եւ այլն։ Եվ այսօր հրավիրում են մեզ եւ դեռ նստած էր ԶՊՎ-ում, Էրեբունու բաժնում հրավիրում են եւ դատախազի որոշումն են ներկայացնում, սա դատախազն է որոշում, ոչ թե քնչականը, որ սա որակում է որպես խուլիգանություն։ Փաստաբան Արամ Վարդևանյանն էլ նոր մանրամասներ է հայտնել գործարար Սամվել Կարապետյանի գործի վերաբերյալ։ Նրա խոսքով վերաքննիչ դատարանը ունենալով բոլոր հիմքերը տնային կալանքը վերացնելու համար, այդուհանդերձ չի լուծել հարցը, այն թողելով առաջիկա դատական նիստին։ Ըստ էության սահմանափակվել է այն փաստով, որ արդեն նախաքննության ավարտ է հայտարարվել եւ հետագայում արդեն նոր դատարանը որպես վարույթ իրականացնող մարմին գնահատական կտա այս հիմնավորումները։ Գիտեք, այս ամենը եւս մեկ անգամ ապացուցում է, որ մենք գործ ունենք դասագրքային քաղաքական հետապնդման հետ, որովհետեւ մենք բախվում ենք մի իրավիճակի, որ իրավական բովանդակային հակափաստարկ գոյություն չունի։ Պատկերացրեք Սամվել Կարապետյանի գործով վերջին ամիսներին բացառապես խոսվում էր իբրև խոչընդոտելու ռիսկի մասին։ Բոլոր մեր իրավաբան գործընկերները կհաստատեն, որ խոչընդոտելու ռիսկը կարող է որպես այդպիսին վկայակոչվել նախաքննության փուլում իր ինտենսիվության աստիճանի տեսանկյունից։ Իրանի մայրաքաղաք Թեհրանին ուղղված ավիահարվածներից մեկի ժամանակ զոհվել է Իսլամական Հանրապետության դատական համակարգի ղեկավարը։ Իրանի իշխանությունները մինչ այս պահը պաշտոնական հայտարարություն չեն արել։ Միաժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնի ռազմական գործողությունը Մերձավոր Արևելքում կարող է ավարտվել 2-3 շաբաթից։ Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները չի մասնակցի Հորմուզի նեղուցի բացմանը եւ շուտով կհեռանա տարածաշրջանից։ Թրամփը նաև վստահություն է հայտնել, որ Իրանն այլևս չի կարողանա ստեղծել միջուկային զենք։ ԱՄՆ պաշտպանության նախարարը եւս հայտարարել է, որ առաջիկա օրերը Իրանի համար կարող են որոշիչ լինել։ Նրա խոսքով, եթե Թեհրանը համաձայնության չգա Վաշինգտոնի հետ, Միացյալ Նահանգները կարող է շարունակել հարվածները ավելի մեծ ինտենսիվությամբ։ Միջազգային մյուս լուրերը ռեպորտաժում։ Մենք չենք ընդունի զինադադար, մենք պահանջում ենք պատերազմի ամբողջական ավարտ։ Ալ Ջազիրային տված հարցազրույցում ասել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։ Նա նշել է, որ շարունակում է ուղերձներ ստանալ Միացյալ Նահանգների բանագնաց Սթիվ Ուիթքոֆից, սակայն դա չի նշանակում, որ մենք բանակցում ենք։ Ուղերձները ներառում են նախազգուշացումներ եւ տեսակետների փոխանակում։
Իրանում Ռուսաստանի դեսպանն ասել է, թե որտեղ է գտնվում Իրանի նոր գերագույն հոգևոր առաջնորդ Մոջտաբա Խամենեին։ Նա գտնվում է Իսլամական Հանրապետությունում, բայց հանրության առաջ չի հայտնվում։ Ավելի վաղ Թրամփն ասել էր, որ կարծում է Իրանի նոր առաջնորդը կամ ծանր վիրավոր է, կամ մահացած։ Եթե վառելիք չունեք Հորմուզի նեղուցի փակ լինելու պատճառով, ապա քաջություն հավաքեք, գնացեք նեղուց եւ վերցրեք այն, հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահ Թրամփը, կրկին հիշեցնելով եվրոպական երկրներին, որ նրանք չեն օգնել իրեն Իրանի դեմ պատերազմում։ Դուք պետք է սկսեք սովորել պայքարել ինքներդ ձեզ համար։ ԱՄՆ-ն այլևս ձեզ չի օգնելու, ինչպես դուք չօգնեցիք մեզ։ Իրանը ըստ էության ջախջախված է, ամենաբարդն արդեն անցյալում է։ Գնացեք ու ձեր սեփական նավթը ձեռք բերեք, գրել է նա սոցցանցում։ Միացյալ Նահանգները կվերանայի ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններն Իրանի հետ պատերազմից հետո, ասել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն Ալ Ջազիրա հեռուստաալիքին տված հարցազրույցում։ ՆԱՏՕ-ի դաշնակիցների պահվածքն Իրանի դեմ պատերազմին աջակցելու հարցում շատ հիասթափեցնող էր, եւ Վաշինգտոնը կվերանայի դաշինքի հետ իր հարաբերությունները ռազմական գործողության ավարտից հետո, ասել է նա։ Միացյալ Նահանգները սպառնում է ուժով լուծել Հորմուզի նեղուցի հարցը, հուսով եմ դա կհաջողվի, հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն։ Իրանը պետք է զրկվի այս լծակից, հավելել է նա։ Իսրայելի պաշտպանության բանակը պլանավորում է ընդլայնել վերահսկողության գոտին Լիբանանի հարավում։ Գործողության ավարտին մեր բանակը կտեղակայվի Լիբանանի տարածքում գտնվող անվտանգության գոտում հակատանկային հրթիռներից պաշտպանական գծի երկայնքով եւ վերահսկողություն կպահպանի ամբողջ տարածքում, մինչեւ Լիտանի գետը, ասել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը։ Իսպանիան դատապարտել է պաղեստինցիների նկատմամբ մահապատժի կիրառումը, որն ընդունել է Իսրայելի խորհրդարանը։ Սա ասիմետրիկ միջոց է, որը չի կիրառվելու նույն հանցագործությունները կատարած իսրայելցիների նկատմամբ։ Սա արդարադատություն չէ, սա եւս մի քայլ է դեպի մարդկության դեմ ուղղված հանցագործություն, հայտարարել է վարչապետ Պեդրո Սանչեսը։ Հիշեցնենք, որ Իսրայելի խորհրդարանն ընդունել է իսրայելցիների սպանության համար դատապարտված պաղեստինցիներին մահապատժի ենթարկելը թույլատրող օրենք։ You know, in my career, I've recorded a lot of birthday messages. Լավ լուր մշակութասերների համար կանադացի երգչուհի Սելին Դիոնը տարիներ անց վերադառնում է բեմ։ 2022-ին երգչուհու մոտ ախտորոշվել էր մկանային կաշկանդվածության համախտանիշ, որն աստում է նրա ձայնի եւ երգելու ունակության վրա։ Դիոնը բեմ վերադառնալու մասին հայտարարել է մարտի 30-ին իր 58-ամյակին։ Փարիզում նախատեսված է 10 համերգ, որոնք տեղի կունենան սեպտեմբերին եւ հոկտեմբերին։ Ես կրկին երգում եմ, նույնիսկ մի փոքր պարում, հայտարարել է երգչուհին։ Իր պատմության մեջ առաջին անգամ Եվրատեսիլը սկսում է մրցույթի ասիական տարբերակը։ 10 երկիր արդեն հայտարարել է իր մասնակցության մասին, իսկ եզրափակիչը տեղի կունենա նոյեմբերին Թայլանդում։ Մրցույթը կհեռարձակվի մասնակից երկրների հեռուստաալիքներով, սակայն գլխավոր հեռարձակողը կլինի Թայլանդի Channel 3-ը, որը նոյեմբերի 14-ին կհյուրընկալի եզրափակիչը Բանգկոկում։ Զարա Սարգսյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, WhatsApp-ում, Instagram-ում ու TikTok-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք www.abcmedia.am։ Շնորհակալություն, որ մեզ հետ էիք, ABC լուրերի հաջորդ թողարկումը եթերում կլինի ժամը 15-ին, տաղավարում կաշխատի Գառնի Մութաֆյանը։